Ինչպիսի բանալի է տրված մեր սիրելի կույսերին։ Ընդհանրապես սիրելի կույսեր, դուք կարողացեք, դուք ընդհանրապես ձեր կյանքի մեջ ամեն ինչ անում եք ամենալավը։ Ինչ աշխատանք կուզել լինի, բժշկություն է, խոհարարություն է, դասախոսություն է, իրավագիտություն է, հաշվապահություն է, դա կապ չունի։ Մեր սիրելի կույսերը իրենք իրենց աշխատանքը միշտ անում են ամենալավը, ամենավորակովը։ Իրենք ամենապատասխանատու մարդիկ են, իրենք իրենց աշխատանքին մոտենում են մեծ բծախնդրությամբ։ Սիրելի կույսեր, եթե դուք ձեր այդ աշխատանքը գիտեք, որ կատարում եք ամենալավը, մի թաքցրեք ձեր աշխատանքը, դուք գովազդեք ձեր աշխատանքին, դուք ձեր աշխատանքի դիմաց պահանջեք միայն շատը, մի բավարարվեք քչով։ Եթե դուք ինքներդ չգովազդեք ձեր այդ աշխատանքը, ոչ մեկ էլ չի տեսնի։ Ձեզ համար տրված է, որ դուք պետք է ցույց տաք, որ ես արել եմ եւ ամենալավն եմ արել եւ պետք է պահանջեք դրա համար միայն գովազդանքներ, միայն վարձատրություններ, գովաբանություններ։ Եթե սիրելի կույսեր դուք անեք եւ մտածեք, որ ինչ որ մեկը հետագայում ձեր աշխատանքի համար գովասակներ կստանա կամ վարձատրություն կստանաք, ոչ, եթե դուք լռեք, ոչ գովասակ կստանաք, ոչ է վարձատրություն։ Ձեզ տված է, որ դուք պետք է ցուցադրեք, որ սա ես եմ արել։ Դուք պետք է մատնացույց անեք, որ այդ աշխատանքի, այդ գործի գլխավորը, ղեկավարը, կատարողը դուք եք։ Չպետք է լռեք, պետք է ցուցադրեք։ Շատ դեպքերում մեր սիրելի կույսերը իրենք այնպիսի բնակավարում են ապրում, աշխատում, որտեղ որ իրենք զբաղվում են գովազդով, բայց դուք պետք է նաև գովազդեք ձեր աշխատանքը, դուք չպետք է համեստություն անեք։ Գիտեք ինչ, դուք եթե նույնիսկ ձեր տունն եք հավաքում, ձեր բնակավայրն եք մաքրում, դուք այն անում եք ամենալավը, բոլորից լավը, եւ ինքնիստինքյան դուք ձեր այդ կատարած գործողության համար պետք է պահանջեք գովազդ, պետք է պահանջեք գովազանք, պետք է պահանջեք վարձատրություն, ցույց տվեք աշխարհին ձեր աշխատանքը, ցույց տվեք բոլորին ձեր կատարածը եւ ինքնիստինքյան դուք ոչ մի խնդիր չեք ունենա եւ դուք ինչքան շատը ցանկանաք, այնքան շատ կստանաք։